Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse. It is forbidden by international law for private power. Միջազգային քրեական իրավունքի ոլորտում ամենակարևոր զարգացումներից մեկը մշտական միջազգային քրեական դատարանի ստեղծումն է հնարավոր համաշխարհային իրավազորությամբ։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ոչ միայն ստեղծել է միջազգային հանցագործությունները քննելու եւ դատելու համար նախատեսված դատական ինստիտուտ, այլև սահմանել միջազգային քրեական իրավունքի թեև ոչ լիակատար, սակայն ազդեցիկ կոդիֆիկացում։ Նյուրնբերգյան եւ Տոկիոյի տրիբունալների համար անմիջապես իրավահաջորդ չգտնվեց, որը միջազգային մակարդակով կհետապնդեր միջազգային հանցագործությունները։ Մշտական միջազգային քրեական դատարանի ստեղծման վերաբերյալ նախորդիվ հնչած առաջարկները մեծ արձագանք չգտան։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1948 թվականի ցեղասպանության դեմ կոնվենցիան հաստատելուց հետո միջազգային իրավունքի հանձնաժողովին խնդրեց ուսումնասիրել միջազգային դատարան ունենալու ցանկալիությունը ցեղասպանության նման հանցագործությունները հետապնդելու նպատակով։ Հատուկ հանձնաժողովը մշակեց կանոնադրության նախագիծ, սակայն գլխավոր ասամբլեան հարցի քննությունը հետաձգեց։ 1989-ին Քրեական դատարանի ստեղծման հարցը կրկին մտավ ՄԱԿ-ի օրակարգ։ Գլխավոր ասամբլեան դարձյալ միջազգային իրավունքի հանձնաժողովին խնդրեց մշակել դատարանի կանոնադրությունը եւ հանձնաժողովը արագ արձագանքեց 1994 թվականին ներկայացնելով վերջնական տեսքի բերված տեքստը։ Դատարանի շուրջ բանակցությունները տեղի ունեցան միջազգային հարաբերություններում բարեպատեհ պահի։ Սառը պատերազմի շրջանի բաժանարար սառցագծերը հալվել էին։ Այնուամենայնիվ, պետությունների զգալի մասը նոր դատարան ստեղծելու նպատակահարմարությանը դեռևս կասկածով էր վերաբերվում, թե սկզբունքորեն, թե նախագծի կոնկրետ մանրամասների առումով։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության շուրջ բանակցությունների եւ դրա ընդունման նպատակով մի քանի տարվա նախապատրաստական բանակցությունների հիման վրա 1998 թվականի ամռանը Հռոմում անցկացվեց դիվանագիտական համաժողով։ Հռոմի համաժողովի համար հատկացված 5 շաբաթվա ընթացքում հակասական հարցերի պակաս չկար։ Համաժողովի վերջին շաբաթվա դրությամբ տեխնիկական հարցերի մեծ մասը լուծված էր, սակայն մնացել էին դատարանի իրավազորությանը վերաբերող մի քանի առանցքային խնդիրներ։ Մասնավորապես, տարաձայնություններ կային, թե որ պետությունները պետք է համաձայնություն տան, որպեսզի դատարանը կարողանա իրականացնել իր իրավազորությունը։ Այս վիճելի հարցերի վերաբերյալ փոխզիջումային լուծում առաջարկելու պարտականությունը դրվեց միասնական կոմիտեի բյուրոյի եւ դրա ասոցիացված պատվիրակների ուսերին։ Նրանց հանդես բերած առաջարկությունը փորձ էր հավասարակշռելու տարբեր պատվիրակությունների հակասական դիրքորոշումները։ Արդյունքում կանոնադրությունն ընդունվեց ձայների 120 կողմ 7 դեմ եւ 21 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Ի տարբերություն սովորական պրակտիկայի, երբ բանակցությունների ընթացքում դրույթներն ավելի մեղմացվում են, միջազգային քրեական դատարանի կանոնադրության շուրջ բանակցող պետությունները ստեղծեցին մի փաստաթուղթ, որն ավելի հավակնոտ էր, քան հանձնաժողովի ներկայացրած նախագիծը։ Վավերացումների տեմպն սպասվածից արագ էր եւ կանոնադրությունը ստացավ անհրաժեշտ 60 վավերացումների եւ ուժի մեջ մտավ 2002 թվականի հուլիսի 1-ին։ Այսպիսով դատարանը պաշտոնապես ստեղծված էր։ Հայաստանի Հանրապետության հարաբերությունը միջազգային քրեական դատարանի հետ ձևավորվել է բարդ սահմանադրական եւ քաղաքական գործընթացների արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ստորագրել էր Հռոմի ստատուտը 1998 թվականին, դրա վավերացումը երկար ժամանակ անհնար էր։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց, որ ստատուտի մի շարք դրույթներ հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ 2023 թվականի մարտի 24-ին սահմանադրական դատարանը վերանայելով հարցը արձանագրեց, որ այլևս սահմանադրական խոչընդոտներ Հռոմի ստատուտին միանալու համար չկան։
Այս որոշումը պատմական հանգրվան դարձավ, բացելով ճանապարհը Հայաստանի կողմից միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ դառնալուն։ 2023 թվականի մարտի 24-ի ՍԴՎ 1680 որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են սահմանադրությանը։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ավելի մանրամասն է անդրադառնում հանցագործությունների սահմանմանը, քան արտակարգ տրիբունալներինը։ Սահմանումներն էլ ավելի մանրամասնորեն են մշակված հանցագործությունների տարրերում, մասնակից պետությունների ասամբլեայի կողմից ընդունված մի օժանդակ փաստաթուղթ, որը դատարանին ուղղորդում է հանցագործությունները մեկնաբանելու և կիրառելու հարցում։ Դատարանը օգտվում է նաև դատավարական ընթացակարգի և ապացուցման կանոններ օժանդակ փաստաթղթից։ Եթե համապատասխան դրույթներում դեռևս բաց կա, դատարանը կարող է երկրորդ հերթին դիմել համապատասխան պայմանագրերին և միջազգային իրավունքի նորմերին։ Հակառակ դեպքում դատարանը կարող է դիմել իրավունքի ընդհանուր սկզբունքներին, այսինքն աշխարհի իրավական համակարգերի համար ընդհանուր նորմերին։ Ներպետական համակարգերը լուրջ միջազգային հանցագործությունների նկատմամբ ունեն համընդհանուր իրավազորություն, ինչը նշանակում է, որ կարող են քրեորեն հետապնդել նման հանցագործությունները անկախ դրանց կատարման սահմաններից։ Սկզբունքորեն, իրավաբանորեն թույլատրելի կլիներ նույն համընդհանուր իրավազորությունը շնորհել նաև միջազգային քրեական դատարանին, և շատ պատվիրակություններ կողմ էին այդ ավելի լայն մոտեցմանը։ Այնուամենայնիվ, միջազգային քրեական դատարանն օժտված է ավելի նեղ իրավազորությամբ։ 12-րդ հոդվածը դատարանին իրավազորություն է շնորհում այն պետությունների տարածքում, որոնք ընդունում են դատարանի իրավազորությունը կամ որոնք կատարվել են դատարանի իրավազորությունն ընդունող պետությունների քաղաքացիների կողմից։ Պետությունները կարող են դատարանի իրավազորությունն ընդունել երկու եղանակով՝ դառնալով մասնակից պետություն կամ հանդես գալով իրավազորությունն ընդունելու մասին հայտարարությամբ։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության նախագծի համաձայն պետությունը կարող էր վավերացնել կանոնադրությունը, այնուհետև ընտրել այն հանցագործությունները, որոնց համար կճանաչեր դատարանի իրավազորությունը, ընտրության համաձայնության մոդել։ Այսպիսով կանոնադրությունը հետևում է ինքնաբերական ընդունման մոդելին, ինչը նշանակում է, որ մասնակից պետությունն ընդունում է իրավազորությունը բոլոր հիմնական հանցագործությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, 124-րդ հոդվածում կա բացառություն, որը թույլ է տալիս պետությանը կանոնադրության վավերացումից հետո 7 տարի ժամկետով չընդունել պատերազմական հանցագործությունների նկատմամբ միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Անվտանգության խորհուրդը օգտվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորություններից կարող է իրավազորություն շնորհել նույնիսկ տարածքում կամ մասնակից չհանդեսացող պետությունների քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ։ Կանոնադրության ուժի մեջ մտնելուց առաջ կատարված հանցագործությունների նկատմամբ միջազգային քրեական դատարանն իրավազորություն չունի։ Ավելին, եթե պետությունը դառնում է կանոնադրության կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, դատարանը կարող է իրավազորություն իրականացնել միայն կանոնադրության այդ պետության համար ուժի մտնելուց հետո կատարված հանցագործությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, պետությունը կարող է 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հայտարարություն անել ժամանակային այս բացը լրացնելու համար։ Օրինակ, Կոտ դ'Իվուարի հայտարարությունը հետադարձ ուժ ուներ 2002 թվականի հուլիսի 1-ից սկսած։ Միջազգային քրեական դատարանը որևէ դեպքում չի կարող դատել 2002 թվականի հուլիսի 1-ից առաջ կատարված հանցագործությունները։ Այս համատեքստում Սահմանադրական դատարանը նաև որոշեց, որ միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության կողմից հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությունում ամրագրված պարտավորությունները ևս համապատասխանում է Սահմանադրությանը։ Խոսքը վերաբերում է 3 խումբ հանցագործությունների նկատմամբ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ, Հայաստանի կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելուն։ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00-ից ի վեր
արձանագրելով Հայաստանի Սահմանադրության եւ կանոնադրության հիմքում ընկած արժեբանական համապատասխանությունը, ըստ էության Սահմանադրական դատարանի խնդիրն էր պարզել կանոնադրությամբ միջազգային քրեական դատարանի իրավազորության իրականացման հիմքում ընկած լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքը արդյոք չի հակադրվում Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը, բացառապես Սահմանադրությամբ նախատեսված արդարադատության համակարգի կողմից իրականացվելու Սահմանադրությամբ սահմանված բացառիկության սկզբունքին։ Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է 2015 թվականի, այսինքն գործող խմբագրությամբ Սահմանադրության 162 եւ 163-րդ հոդվածների առաջին մասերով ամրագրված վերաբերելի կարգավորումներին։ Այս առումով Սահմանադրական դատարանը նկատեց, որ կանոնադրության 17-րդ հոդվածին համապատասխան միջազգային քրեական դատարանի կողմից, հաշվի առնելով նաև կանոնադրության նախաբանի 10-րդ մասը եւ առաջին հոդվածը, որևէ գործ չի կարող ընդունվել քննության, այն պարագայում, երբ նշված գործի նկատմամբ իրավազորություն ունի համապատասխան պետությունը եւ այդ պետությունն իրականացրել կամ իրականացնում է տվյալ իրավազորությունը։ Այս ընդհանուր կանոնից բացառություն են այն դեպքերը, երբ կոնկրետ գործի նկատմամբ իրավազորություն ունեցող պետությունը պարզապես չի ցանկանում կամ չի կարող իրականացնել պատշաճ քննություն եւ հետապնդում։ Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ կանոնադրության 17-րդ հոդվածով դատարանը վարույթի համար գործով անընդունելիության մասին որոշում է ընդունում իմպերատիվ կանոնի ուժով, ըստ էության սահմանափակվում է միջազգային քրեական դատարանի իրավազորությունը կոնկրետ գործի մասով, պետության ազգային իրավազորության իրականացման հիմքով եւ միջազգային քրեական դատարանի իրավազորության իրականացումը տվյալ պարագայում հնարավոր է բացառապես այն իրավիճակում, երբ ազգային իրավազորության արդյունավետ իրականացումը ըստ էության ձախողվում է, այսինքն ձախողման դեպքերում։ Նկատի ունեմ, ինչպես վերևում նշեցի, ցանկության բացակայության կամ անկարողության, այսպես ասած, անկարողության իրավիճակը։ Ի վերջո, Սահմանադրական դատարանը այս ամենի համատեքստում հանգեց հետևության, որ միջազգային քրեական դատարանի կողմից իր իրավազորության իրականացումը որևէ ձևով չի փոխարինում ազգային իրավազորության համակարգերին, չի միջամտում ազգային իրավազորության շրջանակներին, այլ ընդհանրապես լրացնում է դրանց համապատասխան դեպքերում։ Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի փետրվարի 1-ից անդամակցելով միջազգային քրեական դատարանին տվել է նաև իր հնարավորությունները, որպեսզի միջազգային քրեական դատարանը նաև անդրադառնա այն հակամարտությանը, որը Հայաստանի Հանրապետությունը ուղղակի կամ անուղղակի ձևով ներգրաված է։ Հարկ է այստեղ նաև ավելացնել, որ միջազգային քրեական դատարանին անդամակցելուց Հայաստանի Հանրապետությունը հետադարձ ուժով ճանաչել է նաև միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիան իր տարածքի ողջ երկայնքով։ Սա նշանակում է, որ այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, այն պատերազմական հանցագործությունները ենթակա են միջազգային քրեական դատարանի կողմից հետապնդման։ Այդ թվում նաև դեպորտացիան, որը նույնպես հանդիսանում է շարունակական հանցագործություն, այն ընկնում է Հայաստանի Հանրապետության յուրիսդիկցիայի տակ եւ արդյունքում 2023 թվականի սեպտեմբերի տեղի ունեցած դեպորտացիայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպորտացիայի վերաբերյալ նույնպես միջազգային քրեական դատարանը ունի յուրիսդիկցիա եւ քննելու հնարավորություն։ Սակայն այստեղ հարկավոր է, ինչպես սկզբից ես նշեցի, գործարկման մեխանիզմը, որը պետք է լինի կամ պետության կողմից, կամ դատախազի կողմից։ Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը ստուգելիս այս ամենի հետ մեկտեղ Սահմանադրական դատարանը շեշտադրում կատարեց նաև հայ ժողովրդի որպես սահմանադրության անփոփոխելի դրույթների հեղինակի, այսպես ասած հեղինակի, քաղաքակրթական հանձնառությունների կոնտեքստում Հայաստանի Սահմանադրության նախաբանին համապատասխան համամարտկային արժեքներին հավատարմության հավաստիքի հարցին։ Եվ այս առումով, քանի որ խոսք գնաց նաև ցեղասպանության հանցագործության մասին, Սահմանադրական դատարանն ընդգծեց, որ օրինակ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին 48 թվականի նոյեմբերի 9-ի կոնվենցիային Հայաստանը միացել է դեռևս մինչև 95 թվականի Սահմանադրության ընդունումը, 91 թվականին Գերագույն խորհրդի համապատասխան որոշմամբ։ Սրա հետ մեկտեղ դատարանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հետևողականորեն աջակցել է միջազգային հանրության մտահոգությունն առուցող այլ հանցագործությունների դեմ պայքարին,
միանալով վերաբերելի միջազգային պայմանագրերին, որոնց մի մասը թվարկվեցին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման պատճառաբանական մասում։ I'd like to congratulate Armenia for ratifying the ICC statute and becoming a state party. This is a really fantastic development in international law. I'd like to thank European Law and the Embassy of the Netherlands in Armenia for organizing impressive and incredible hospitality in terms of workshops on 7 and 8 June 2025. I've been really impressed with the engagement in international law shown by the participants. Միջազգային քրեական դատարանն իրավազորություն ունի ավելի քան 120 պետությունների տարածքների եւ քաղաքացիների նկատմամբ։ Հայաստանի միանալով արդեն 125։ Հատուկ իրավիճակներում դատարանի գործողությունները գործարկելու համար անհրաժեշտ է ընթացակարգ։ 13-րդ հոդվածը սահմանում է 3 գործարկման կառուցակարգ՝ մասնակից պետության կողմից իրավիճակի ներկայացում, անվտանգության խորհրդի կողմից իրավիճակի ներկայացում եւ դատախազի նախաձեռնությամբ գործի քննություն սկսելը։ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը ըստ էության սկիզբն է միջազգային քրեական արդարադատության համակարգի ինտեգրացման եւ այս առումով արդարադատության նախարարությունը կարևորում է միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո ընկած ժամանակահատվածում պատշաճ միջոցառումների կազմակերպումը եւ համապարփակ իրականացումը։ Այս համատեքստում իհարկե առաջնային է համապատասխան ներպետական կառուցակարգերի նախատեսումը, որոնք կօգնեն ներպետական մարմիններին համագործակցելու դատարանի հետ եւ այս տեսանկյունից Արդարադատության նախարարության համակարգմամբ մշակվել եւ հանրային քննարկմանը դրվել համապատասխան նախագծերի փաթեթ քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքում փոփոխություններ նախատեսող, որի շրջանակներում նախատեսում ենք ունենալ համապատասխան կառուցակարգեր միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության համար։ Իհարկե նաեւ կարևորում ենք վերապատրաստումները իրավագիր մարմինների եւ այս ուղղությամբ եւս Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվել եւ իրականացվում են եւ շարունակական բնույթ են կրելու նաեւ վերապատրաստումների իրականացումը քննիչների, դատախազների եւ դատավորների շրջանում։ Իհարկե կարևորում ենք նաեւ համապատասխան իրազեկման աշխատանքների իրականացումը եւ ուսումնական նյութերի ստեղծումը նաեւ իրավաբան ուսանողների համար եւ իհարկե իրավագիրառների համար։ I would like to encourage population in Armenia and its authorities to give thought to ratifying the Kampala Amendments of 2010, which would effectively activate the crime of aggression as part of the ICC's law applicable in Armenia. This would be another important further advancement. There are effectively discussions going on next month in July in New York, and I'm hoping that authorities from Armenia will participate. And this will help shape the future discussion about the legal triggers to this crime. And finally, I would like to just say, by Armenia joining, this is another state joining, and this is another contribution to the larger goal of a universal international criminal court, one where all states are participating and where states are following the rule of law and observing international criminal law in particular. So thank you and congratulations. Միջազգային քրեական դատարանին միանալը Հայաստանի համար քաղաքական նշանավոր եւ կարեւոր քայլ է։ Այն ուղիղ կապված է իրավական պետության եւ մարդու իրավունքների պաշտպանության բարձր ստանդարտների հետ։ Միանալով Հայաստանը պարտավորվում է համապատասխանեցնել իր օրենսդրությունը միջազգային քրեական արդարադատության նորմերին, մասնավորապես ցեղասպանության, մարդկայնության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների եւ ագրեսիայի հանցագործության մասով։ Այս գործընթացը ոչ միայն բարձրացնում է երկրի իրավական կառավարման որակը, այլև ուժեղացնում է քաղաքացիների պաշտպանվածությունը միջազգային հանցագործություններից։ Միջազգային քրեական դատարանին միանալը Հայաստանի համար ունի նաեւ հստակ անվտանգային առանցք։ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը կարող է դառնալ լրացուցիչ միջազգային երաշխիք միջազգային հանցագործությունների կանխարգելման, քննության եւ պատժի անխուսափելիության տեսանկյունից։ Թեպետ միջազգային քրեական դատարանն անվտանգության կառույց չէ,
այն ստեղծում է միջազգային իրավական դաշտ, որտեղ հանցագործությունների համար պատասխանատվությունը հնարավոր է դառնում ոչ թե քաղաքական համատեքստով, այլ իրավական մեխանիզմներով։ Հայաստանի անդամակցությունը նաև կարևոր ներդրում է միջազգային քրեական դատարանի ինստիտուցիոնալ ամրապնդման համար։ 3 առումներով այս մասնակցությունն ունի միջազգային արժեք։ Առաջին՝ լեգիտիմության բարձրացում։ Միջազգային քրեական դատարանի ուժը պայմանավորված է դրա անդամ պետությունների թվով եւ աշխարհագրական բազմազանությամբ։ Հայաստանի միանալը ամրապնդում է դատարանի գլոբալ բնույթը, հատկապես Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանում։ Հաջորդիվ քաղաքական աջակցությունը միջազգային արդարադատությանը։ Երբ պետությունները կամովին միանում են Հռոմի ստատուտին, դրանք փաստում են, որ պատասխանատվությունը, փաստերի փաստագրումը եւ անպատժելիության դեմ պայքարը համընդհանուր արժեքներ են։ Հաջորդիվ դա նախադեպային նշանակություն է։ Հայաստանի իրավական գործընթացը ցույց է տալիս, որ նույնիսկ սահմանադրական խոչընդոտները կարելի է հաղթահարել իրավական զարգացումների, քաղաքական կամքի եւ միջազգային պարտավորությունների գիտակցման միջոցով։ Սա ուղերձ է նաեւ այլ պետություններին, որոնք դեռևս չեն միացել դատարանին կամ կանգնած են նման ներքին խոչընդոտների առաջ։ Այսպիսով, Հայաստանը 2024 թվականի սկզբից լիիրավ անդամ պետություն է միջազգային քրեական դատարանի համակարգում, ինչը տալիս է ինչպես պարտավորություններ, այնպես էլ իրավական եւ անվտանգության երաշխիքներ։ Այսպիսով, միջազգային քրեական դատարանը կարող է ունենալ իրավազորություն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների նկատմամբ։ Եվ սա էլ նշանակում է, որ եթե Հայաստանի տարածքում կատարվեն պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, ցեղասպանություն կամ ագրեսիայի հանցագործություն, միջազգային քրեական դատարանը իրավազորություն ունի քննել եւ քրեական հետապնդում իրականացնել։ Այս իրավազորությունն առաջացնում է գործնական զսպող մեխանիզմ, քանի որ հնարավոր է, որ հանցագործները կարող են հարձակվել կամ ուժ կիրառել Հայաստանի դեմ, գիտակցելով, որ իրենց գործողությունները միջազգային մակարդակով հանգեցնելու են քրեական պատասխանատվության։ Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse.